Հանրապետականը չի քննարկել եւ չի էլ քննարկելու Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելու խնդիրը։ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում այսօր հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը։ Անմեղին եւ մեղավորին իրար պետք չէ խառնել, կարծիք հայտնեց Սահակյանը, ով քաջատեղյակ էր հասարակական նախաձեռնությունների պահանջներին, որ հարսնակարում տեղի ունեցած սպանությունից հետո Հայրապետյանը պետք է վայր դնի պատգամավորական իր մանդատը, նաեւ հրաժարական ներկայացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Դա մարդու իրավունքների խախտում է, նախ պատգամավորի իրավունքների խախտում է, պատգամավորը կարող է ինքը որոշել իր մանդատը վայր դնել։ Եթե խոսքը գնում է, որ վրեժի ցածման, որ Ռուբեն Հայրապետյանը պիտի պատգամավոր չլինի կամ ինչ-որ մի բան, դա ես չեմ համարում բավարար մթնոլորտի ձևավորում կամ մոտեցում։ Ես դա ընդհանրապես համարում եմ դիմագրավելու ինչ-որ մի աստիճան։ Իսկ Հայրապետյանը կարծում է Գալուստ Սահակյանը տեղյակ չի եղել ռեստորանի անվտանգության աշխատակիցների գործողություններին, ուստի մեղավոր չէ։ Ես չեմ կարծում որևէ անձնավորություն, որ կմտածի, որ իրեն պատկանող միջոցառման վայրում մարդիկ սպանվեն, որպեսզի բիզնեսը դադարի գործել։ Գոնե շատ պրիմիտիվ է, տրամաբանորեն բան եմ ասում։ Նշեմ, որ Ռուբեն Հայրապետյանը այսօր հրաժարվեց հարցազրույցից, բայց Գալուստ Սահակյանը նրա հետ խոսում է։ Ես ինքս Ռուբեն Հայրապետյանի հետ հաղորդվում եմ, ասեմ, որ շատ վատ է տանում իրողությունը եւ պատրաստ է ամեն ինչի, բայց հոգեբանական տեսակետից նաեւ մոտեցումը հետեւյալն է, որ Երանի թե չլիներ այդ դեպքը եւ ինքն էլ չի կարողանում գտնել այն ճանապարհը, որտեղ կարողանա հասարակությանը բացատրելի դառնալ։ Գալուստ Սահակյանի խոսքով սպայի հուղարկավորությանը հանրապետականի ներկայացուցիչներ մասնակցել են։ Ես չեմ եղել երեք, բայց ես էլ իմ ձևով եմ մտածել կամ իմ կուսակիցները, մի մասը իհարկե եղել է, նաեւ եկել պատմել են վիճակը ամեն ինչը։ Այսինքն թե այստեղ ոչ թե պիտի ողբերգության ժամանակ հերոսացման ճանապարհ անցնես, այլ պիտի խեղճանաս եւ քու թշվառ վիճակը զգաս նաեւ այդ երևույթի հետևանքով, որպեսզի կարողանաս հաղթահարես, հետագայում ներսումդ վճռես հետագա անելիքներ։ Հիշեցնեմ նաեւ, որ Հանրապետության նախագահ Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը չի ցավակցել զոհված սպայի ընտանիքին։